Աշխարհի առաջատար համալսարանների հայ շրջանավարտները հանդես են եկել բավականին հավակնոտ եւ հետաքրքիր նախաձեռնությամբ, որի նպատակն է նպաստել ավելի ուժեղ դիմացկուն եւ բարգավաճող Հայաստանի ստեղծմանը։ Այս հարցազրույցի ընթացքում մենք կփորձենք բացել փակագծերը եւ ավելի շատ տեղեկատվություն տալ այդ հետաքրքիր նախաձեռնության մասին։ Նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Շաղիկյանը 2018-20 թվականներին սովորել է Օքսֆորդի համալսարանի Said Business դպրոցում։ Ներկայումս աշխատում է BDO միջազգային ցանցի հայաստանյան գրասենյակում որպես գործընկեր, խորհրդատվական ծառայությունների ղեկավար։ Պարոն Շաղիկյան, ինչպես առաջացավ այդ մտահղացումը աշխարհի առաջատար բուհերի հայ շրջանավարտների համատեղ միասնական ցանց ստեղծելու այդ գաղափարը։ Խնդրեմ բացեք փակագծը։ Հաշվի առնելով, որ մենք ունենք հաջողված կայացած բիզնես ակումբ, որը Օքսֆորդի հայ շրջանավարտների բիզնես ակումբն է, որպես հասարակական կազմակերպություն, որտեղ ներգրաված են շուրջ 3 տասնյակ ղեկավար տարբեր ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ Օքսֆորդի շրջանավարտներ են բոլորը։ Մեր մոդելը, երբ որ քննարկում էինք ինչպես կարելի է մասշտաբայնացնել եւ մեր հարգարժան գործընկերներին այլ առաջատար համալսարաններից ներգրավել, այս գաղափարը ծագեց, որ ստեղծել մի հարթակ, որտեղ որ կմիավորվեն ոչ միայն Օքսֆորդի համալսարանի շրջանավարտները, այլև այլ առաջատար բուհերի, որոնցից են Հարվարդը, Ստենֆորդը, Քեմբրիջը, INSEAD եւ մի շարք այլ համալսարաններ, եւ դրա անդրանիկ միջոցառումը եւ հանդիպումը լինելու է այս տարեվերջին։ Նախաձեռնող խմբի անդամ Հայկ Կարապետյանը 2023-24 թվականներին սովորել է Օքսֆորդի համալսարանի Said Business դպրոցում, ուսումնասիրել է արհեստական բանականության դերն ու նշանակությունը բիզնեսում։ Ներկայումս Հայաստանում Օզոն ընկերության գլխավոր տնօրենն է, ունի ստարտափ, որը կոչվում է Satisfying եւ զբաղվում է հաճախորդների գոհունակության կառավարմամբ։ Պարոն Կարապետյան, արդեն նշվեց, որ դեկտեմբերի 25-ին տեղի է ունենալու բավականին կարևոր միջոցառում։ Անդրանիկ հիմնադիր միջոցառումն այս նախաձեռնության։ Կխնդրեի ներկայացնել, ինչ եք նախատեսել դեկտեմբերի 25-ին, ովքեր կարող են մասնակցել եւ ինչ հետաքրքիր անակնկալներ են սպասում։ Համեցեք։ Դե տեսեք, ես նաեւ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի բորդում եմ եւ մենք այնտեղ տարատեսակ միջոցառումներ ենք կազմակերպում, որը սահմանափակված էր ընդհանրապես այդ 30 մեր մասնակիցներով եւ գաղափար կար, որ պետք է բոլոր հայերին աշխարհով մեկ սփռված, որոնք ավարտել են լավագույն համաշխարհային բուհերը, մեկ հարթակ ստեղծենք, որպեսզի այդ մարդիկ կարողանան կոմունիկացվեն, որը տա ունենա մեծ պոտենցիալ։ Մենք հրավիրում ենք բոլոր մաստերս եւ բարձր ավելի ծրագրեր ավարտած շրջանավարտներին։ Դեկտեմբերի 25-ին մենք բոլորին սպասում ենք, ովքեր ավարտել են լավագույն 30 բուհը Times-ի ռենքինգով, համատեղ նշել գալիք նոր տարին, ծանոթանալ իրար հետ եւ ես համոզված եմ, որ մենք եթե այդքան պոտենցիալ մեկտեղ հավաքվի, հավանաբար ինչ որ մի լավ բան կծագի։ Մենք առաջի քայլով փորձում ենք մեզ հայերից, որոնք շատ ինդիվիդուալիստ ազգ ենք, ինչ որ միջոց, ինչ որ մի հարթակ ստեղծել, որպեսզի այդ լավագույն շրջանավարտները իրար հետ շփվեն։ Այնպես որ դա առաջի քայլն է ու ուսամ լավ ընթացք ունեն այս ամեն ինչը։ Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Գրիգորյանը սովորել է Ստենֆորդի համալսարանի բիզնես դպրոցի Stanford Lead ծրագրի շրջանակում, որն ավարտել է 2022 թվականին։ Ներկայումս զբաղվում է ձեռնարկատիրությամբ եւ ղեկավարում DevSoft Armenia IT ընկերությունը։ Պարոն Գրիգորյան, հատկապես դուք ինչպես միացաք այս նախաձեռնությանը եւ ընդհանրապես ովքեր կարող են միանալ այդ գործընթացը ինչպես է տեղի ունենալու, համեցեք։ Կարևորը որ բոլորը գիտակցեն, ովքեր որ ավարտել են նշված ցանկի բուհերը, գիտակցեն կարևորությունը միանալու այս հարթակին, որովհետև մենք եւ մեր Ստենֆորդի շրջանավարտներով եւ մյուս բուհերի շրջանավարտները վստահ են, որ ունեցել են մտքեր նման բան ստեղծելու եւ միավորելու, որովհետև կապ չունի ով որտեղ է ավարտել, կարևորը ինչ փայլուն ուղեղների հարթակ է ձևավորվելու, որտեղ որ թե մասնավոր, թե հանրային ոլորտի կարիքների համար մենք կարող ենք ծառայեցնել մեր կարողությունները, գիտելիքները եւ դա ենթադրում եմ, որ չեմ ենթադրում։ Վստահ եմ, որ Հայաստանով չի սահմանափակվելու եւ մենք մեծ սիրով միացանք մեզնից առաջ անցած մեր ընկերների նախաձեռնությանը եւ պիտի աշխատենք
իրականացնելու այդ տեսլականը, որ ընդհանուր ունենք։ Նախաձեռնող խմբի անդամ Մանե Ադամյանը 2015-16 թվականներին սովորել է Քեմբրիջի համալսարանում զարգացման քաղաքականություն մագիստրոսական ծրագրով։ Ներկայումս աշխատում է BDO խորհրդատվական ընկերությունում որպես հանրային հատվածի եւ զարգացման համագործակցության տնօրեն։ Դուք ինչպես միացաք այս նախաձեռնությանը եւ այդ մասով նաեւ ինչ կարող եք հավելել ձեր գոլեգաների խոսքերին։ Ինչպես արդեն ընկերներս նշեցին, նախաձեռնությունը Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբինն է եւ այնտեղից մեզ հետ կապ հաստատեցին, ինձ հետ կապ հաստատեցին, որ միավորեմ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներին եւ ուրեմն միանանք նախաձեռնությանը։ Իրականում Հայաստանում կան մի քանի ակումբներ, որոնք կոնկրետ համալսարանների շրջանավարտների են միավորում եւ կան ակումբներ, որոնք որ միավորում են տարատեսակ կրթաթոշակներ ստացած շրջանավարտների, բայց մի ընդհանուր հարթակ, որը կմիավորեր բոլորին, դեռևս չկար, եւ մենք էլ մեր ներսում, մեր շրջանավարտների ներսում քննարկեցինք եւ իհարկե ողջունեցինք նախաձեռնությունը եւ ուրախ ենք միանալ։ Ես կարծում եմ, որ իսկապես մեծ պոտենցիալ կա եւ մտածեցինք, որ հաշվի առնելով, որ այս հարթակը միավորում է ոչ միայն ակադեմիական աստիճան ունեցող շրջանավարտներին, այլև կառավարչական ծրագրերի շրջանավարտներին եւ շատերը կարիերայի որոշ ճանապարհ են անցել, արդեն հաջողություններ են գրանցել իրենց ոլորտների առաջատար մասնագետներ են։ Մտածեցինք, որ եթե այս ամբողջ փորձը եւ գիտելիքը համադրենք, կկարողանանք ստեղծել մի իսկապես լուրջ գործոն, որը կնպաստի Հայաստանի զարգացմանը եւ նաեւ ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող օրակարգերի քննարկման հարթակ կծառայի։ Նախաձեռնող խմբի անդամ Ահարոն Լևոնյանը 2012-14 թվականներին սովորել է Կոլումբիայի համալսարանում տեղի բիզնես դպրոցի եւ Լոնդոնի բիզնես դպրոցի համատեղ ծրագրով։ Ներկայումս ղեկավարում է FR Consulting ֆինանսական խորհրդատվական ընկերությունը, ունի ստարտափ ներդրումային ընկերություն, որի նպատակն է զարգացնել հայկական կապիտալի շուկան, ներգրավելով ներդրումներ արտասահմանից դեպի Հայաստան։ Պարոն Լևոնյան, քանի որ խոսքը գնում է առաջատար բուհերի հայ շրջանավարտների մասին, բնականաբար այստեղ խոսքը չի վերաբերում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որովհետև մենք ունենք բավականին մեծ եւ պատկառազդու հզոր հայկական սփյուռք, այդ մասով ինչ կարող եք ասել, ինչպես եք պատկերացնում համագործակցությունը Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, ովքեր պոտենցիալ կարող են ներգրավել այս նախաձեռնության մեջ։ Նախ միջև այդ հարցին անցնելը, ասեմ, ինչպես եղավ, նաև օրինակ London Business School-ի շրջանավարտների համար այս նախաձեռնությունը եւ ինչի մենք նաև շատերը Լոնդոնի բիզնես դպրոց ավարտողները որոշեցին միանալ այս նախաձեռնությանը։ Նպատակը հետեւյալն էր. առանձին վերցրած տարբեր համալսարանի շրջանավարտներ փորձում են համատեղ ինչ որ հավաքներ անել, կազմակերպել, բայց ֆորմալ առումով ինստիտուտի հետ եւ համալսարանի հետ կապը այսպես ակումբ դառնալու համար պետք է որոշակի քանակ։ Բնականաբար Հայաստանում չկա այն քանակը, որ առանձին լինի, ասենք, չգիտեմ, Ստենֆորդի համալսարանի, Կոլումբիայի համալսարանի ակումբ, լինի Լոնդոն բիզնես դպրոցի ակումբ, եւ նման նախաձեռնության մասին մենք լսելով շատ ուրախացանք, որովհետեւ ինքը հնարավորություն էր տալիս ոչ միայն ծանոթ լինել, նաեւ ստեղծել այդ համայնքը քո համալսարանի շրջանավարտների միջև, այլ նաեւ դա տարածել ուրիշ եւ այլ առաջատար բուհերի համաշխարհային վարկանիշ ունեցող բուհերի շրջանակներում։ Կարծում եմ, որ նախաձեռնությունը Օքսֆորդի ակումբի կողմից, հայ շրջանավարտների Օքսֆորդի ակումբի կողմից շատ այսպես խրախուսելի է։ Միանգամից իր աջակցությունը գտավ ում հետ մենք խոսել ենք, ում դիմել ենք, բոլորը շատ ուրախ են եւ ողջունում են ծրագիրը։ Միևնույն ժամանակ սա լավ հարթակ է, ստեղծելու են գործարար կապերը, ստեղծելու են սիներգետիկ էֆեկտը, որ բոլորս ունենք եւ կկարողանանք միմյանց հետ ստանալ, միմյանց հետ շփվելով, միմյանց հետ ցանցը ստեղծելով, գործարար ցանցը ստեղծելով կկարողանանք օգտվել եւ որպես անհատներ եւ նաեւ որպես համայնք։ Եվ կարծում եմ դրանից նաեւ ընդհանուր հայ ժողովուրդը եւ ընդհանուր Հայաստանի համար իսկապես սա լավ նախաձեռնություն կլինի։ Եվ անդրադառնալով ձեր հարցին, պատասխանեմ, որ իրականում նպատակը միայն Հայաստանի սահմաններում ամփոփելը չէ, ակումբի այդ գործունեությունը, եթե համայնք դնենք կամ ցանց դնենք անունը, իրականում
տարբեր նաև քաղաքներում հայաշատ մեր Սփյուռքի օջախներում, ինչպես նաև այլ քաղաքներում մենք ենթադրում ենք, որ սա լինելու է որպես հայկական, այսպես օրակարգը հետապնդող մարդկանց, որոնք ունեն որոշակի չափորոշիչներով արդեն ֆիլտրված են, որտեղ ավարտելով լավագույն համալսարաններից համալսարանները, որի կրիտերիաները մենք տվեցինք, այդտեղ մենք կարողանում ենք ընտրել այնպիսի մարդկանց, որոնք ունեն X քանակի տարիների փորձ, որոնք ունեն որոշակի մասնագիտական ձեռքբերումներ եւ կարող են իրար հետ շփվելով այդ ցանցը ստեղծելով տալ օգուտ միմյանց, տալ ընդհանուր նաև Հայաստանի եւ հայ ժողովրդին համար շատ ավելի այսպես դրական հայերի օրակարգը առաջ տանել։ Այս առումով ես կարծում եմ, որ իհարկե մենք դա քննարկել ենք նաև նախաձեռնող խմբի հետ, իհարկե լինելու է եւ պարտադիր է լինելու նաև Սփյուռքի ներգրավվածությունը նմանատիպ ծրագրերում։ Պարոն Շաղիկյան, քանի որ մենք այսօր զրուցում ենք նախաձեռնող խմբի 5 անդամների հետ, բայց կարծում եմ, որ քանակը բնականաբար կավելանա մասնակիցների նախաձեռնության։ Այլ պոտենցիալ այս պահի դրությամբ ինչպիսին է ներուժը մասնակցության քանակի առումով, ինչ ակնկալիքներ ունեք հետագա ընդլայնման առումով եւ ինչ ծրագրեր պետք է քննարկեք մոտակա պարբերաբար նախատեսված միջոցառումների ընթացքում։ Շնորհակալություն։ Իրականում նախաձեռնության անդամների 5-ը չեն, ավելին են, այսօր այս ֆորմատ ընտրեցինք հաղորդակցվելու հանրության հետ։ Ընդհանուր մասնակիցների առումով խոսք գնում է մի քանի տասնյակի մասին, 50-ից 100 նվազն մասնակիցներ են ունենալու այդ անդրանիկ միջոցառմանը, որի մասին նշեցի եւ ես եւ գործընկերներս։ Նպատակների մասին արդեն որոշակի գործընկերներս նշեցին, կուզեի ավելացնել, ինչպես խոսեցինք, որ երկրի զարգացմանը սա նպաստող պիտի ծրագիր լինի եւ հաշվի առնելով նաեւ մեր բիզնես ակումբի Օքսֆորդի Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի փորձը ոչ միայն ակումբից, ցանցից, համայնքից են ծնվում նախաձեռնություններ եւ կյանքի կոչվում, այլև համայնքի անդամներ իրար հետ որոշակի ֆորմատով ընդհանուր հետաքրքրություն գաղափար կիսելով նախաձեռնում են տարատեսակ ծրագրեր, որից եւ իրենք են շահում եւ երկիրը եւ իրենց շուրջ ներգրաված մարդիկ, ինստիտուտները եւ գործընկերները։ Այսպիսով ընդհանուր խոշոր նպատակը երկրի զարգացմանը նպաստելն է, նաև ակսելերացնելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, ինչի մասին գործընկերս Ահարոնը արդեն նշեց, բայց դրա իրականացման ձևերն ու գործիքակազմերը չեն պարփակվում միայն բուն ցանցի եւ համայնքի կողմից նախաձեռնող ծրագրերով, սա ուզում եմ հատուկ նշել, որովհետեւ ինչպես արդեն նշեցի, մարդիկ ինքնաբուխ կերպով կիսելով որոշակի գաղափարի շուրջ հետաքրքրություն միավորում եւ սկսում են իրականացնել, որ իր հերթին էական պոտենցիալ ունի, դա պետք չի թերագնահատել։ Պարոն Գրիգորյան, այ հետաքրքիր է ելնելով ձեր մասնագիտացումից, հա, որ ոլորտները կարող եք առանձնացնել, որը կարող է ավելի հետաքրքրական լինել, հա, այս նախաձեռնության տեսանկյունից, որտեղ կա մեծ պոտենցիալ եւ գիտելիքների կուտակում, գիտելիքների գեներացիա, որը կարող է մեծ հաշվով նպաստել մեր երկրի տնտեսության զարգացմանը, աշխուժություն մտցնել զարգացման տեսլականի առումով։ Լինելով տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչ եւ խաղացող, կարող էի ասել, որ ամեն ինչ կարող կձևավորվի տեխնոլոգիաների շուրջ եւ բոլոր ուսուցումները պետք է գնան դեպի տեխնոլոգիաներ, բայց իրականում այդպես չի։ Իրականում դա շատ կարևոր է, որովհետեւ կա այդպիսի իրականություն, որ տեխնոլոգիաների շուրջ ձևավորվում են տարբեր աշխարհներ, ու այսօր մեր իրականությունը, բայց կառավարչական եւ առաջնորդային հմտությունները, եթե իջնենք մի քիչ ներքև ավելի տեխնիկական product management-ի կամ նախագծերի կառավարման մասնագիտությունների կարևորությունները ոչ պակաս են, որովհետև այդ բոլոր էլեմենտներով են կառուցվում ընդհանուր ուժեղ տնտեսության մասնակիցները։ Դրա համար դժվար կլինի ընդգծել կոնկրետ մեկ կամ մի քանիսը, հենց դրանով է կարևոր այս ցանցի միավորվելը ու մեկնարկը, որովհետև տարբեր հմտություններով, տարբեր փորձառություններով, գիտելիքներով մասնիկներ, մասնագետներ, ուղեղներ միավորվելով այս կառույցը կդարձնեն ավելի ուժեղ օրգանիզմ։ Մեր խնդիրը, մեր դերը եւ մենք դա վստահաբար կանենք, իրան պահել առողջ, զարգացող ու գնալով ավելի ու ավելի մեծ ու ավելի լավ։
Պարոն Կարապետյան, քանի որ մենք այսօր ապրում ենք համացանցի պայմաններում եւ հաղորդակցությունը անհամեմատ ավելի հեշտ է, ավելի դյուրին է, մարդիկ կարող են աշխարհի ցանկացած կետից ցանկացած կետում գտնվող որևէ անձնավորության հետ կապվել, բայց այնուամենայնիվ չեք կարծում, որ այստեղ նաեւ անմիջական շփման պահը կա։ Դուք կազմակերպելու եք միջոցառում, որի շրջանակներում հանդիպելու եք մարդկանց հետ անմիջականորեն շփվելու եք։ Այ խնդրեի, որպեսզի դուք այդ տեխնիկական նաեւ հաղորդակցության process-ին անդրադառնաք, հա, ինչպես են մարդիկ գալու, ինչ հաճախականությամբ եք հանդիպելու, ինչ դժվարություններ միգուցե կան դրա հետ կապված, մարդիկ առցանց են ձեզ հետ կապվելու, առցանց են քննարկումները կատարելու, հարցերը քննարկելու, գեներացնելու գիտելիքները, թե այնուամենայնիվ տեղում հանդիպելու եք, ինչպես ասում են, գետնի վրա կոնկրետ շոշափելի ծրագրերի շրջանակներում եք խոսելու, քննարկումներ կազմակերպելու։ Այս առաջի քայլն է, այսինքն մենք այդքան առաջ չենք նայել, բայց այսօրվա փորձով կարող եմ ասել նույնիսկ կորպորացիաներում այդպես տարանջատում չկա ֆիզիկական աշխարհում թե on-line եւ ոնց պատահի եւ ոնց հարմար է։ Ամեն առաջնային քայլը այն է, որ ձևավորվի այդ առաջի այդ կորիզը, որ հետո առաջ է տանելու այս ամեն ինչ։ Հիմա արդեն 14-ից ավել համալսարանների շրջանավարտներ են ներգրավված process-ում, ինչպես Մանեն ասեց, օրինակ Cambridge-ի պատասխանատուն Մանենն է, ինքն է ներգրավում մյուս այլ Cambridge ավարտած հայերին։ Ահարոնը իր մասով Լոնդոնի համալսարանի բիզնես ծրագրի շրջանավարտներին ներգրավում։ Ստենֆորդի մասով իդեպ Օքսֆորդից հետո երկրորդ ամենաշատ ներգրավվածները դա Ստենֆորդն է, Դավիթն է ներգրավում։ Մենք այս պահին փորձում ենք ամեն համալսարանից մեկ պատասխանատու ընտրենք, ով կներգրավի իրենց շրջանավարտներին գոյանա մի խումբ մարդիկ, որոնք ասենք ունեն մեկ նպատակ ստեղծել այդ ցանցը։ Եթե այդ ցանցը ստեղծվի, դրանից հետո արդեն կստեղծվեն առանձին ինչ-որ sub-unit-ներ, որոնք զբաղվեն կոնկրետ ինչ-որ թեմաներով։ Ամենակարևորը ինքը ինչով է տարբերվում Օքսֆորդի օրինակ բիզնես ակումբից, որտեղ համարյա բոլորը բիզնեսի հետ կապված մարդիկ են։ Այստեղ տարատեսակ կարող են լինեն աստվածաբանությունից բռնած, վերջացրած բժշկությունից շատ տարբեր մարդիկ են լինելու այդ հարստությունա, որովհետև պրոյեկտները դու չես կարող միայն ստեղծես աշխատելով կառավարիչների հետ։ Պետք է լինելու եւ պրոդուկտոլոգներ, չգիտեմ, թե բժիշկներ, եթե դու հենց այդ բժշկության ոլորտում ես աշխատում։ Ինձ թվում է ամենակարևորը, եթե մենք ճիշտ հիմնակարը դնենք, ունենանք այդ ինչ-որ կորիզը, որ իսկապես աշխատելու է, իսկ էսի աշխատանքը, չնայած ՀԿ է, բայց եթե դու ժամանակ ու էներգիա չդնես, ինքը չի աշխատի։ Եթե այդ կորիզը ստեղծենք ու ճիշտ ուղու վրա լինենք, մենք հաջողենք ու կարողանանք աշխարհի գրեթե երկրորդ կամ երրորդ ամենամեծ ակումբը ստեղծենք։ Մենք առաջինը չենք, օրինակ հրեաներ ունեն այդպես ակումբներ շրջանավարտների, որոնք նույնպես կապում են իրենց շրջանավարտներին միմյանց հետ, որը ստեղծում է ավելի լարժեք իրենց պետության համար, թե ներսում, թե դրսում։ Մենք առաջինը պետք է սկսենք մեզանից, սկսենք օգնել իրար, եթե իրար կարողանանք օգնենք, ապա իրար օգնելով ստեղծելու ենք ավելի լարժեք թե մեր համար, թե երկրի համար, թե ընդհանրապես ազգի համար։ Դուք իհարկե ներկայացնում եք կարևոր կառույց շրջանավարտների, ովքեր հանդիպելու են, ծրագրեր են մշակելու, քննարկումներ են կազմակերպելու։ Մենք բոլորս ասում ենք, որ այդ ամենը միտված է լինելու Հայաստանի զարգացման։ Հայաստանը ինքը ամորֆ երևույթ չի, ինքը կոնկրետ պետություն է, պետական կառույցներով, կազմակերպություններով, իշխանություններով։ Այ համագործակցությունը ինչպես եք դուք պատկերացնում եւ պատրաստ են արդյոք ձեզ հետ համագործակցել, լսել ձեր ծրագրերի քննարկումների product-ը, հա, վերցնել, ստանալ եւ կիրառելի դարձնել գետնի վրա մեր հանապազորյա կյանքը։ Արձանագրենք, որ ամբողջությամբ չենք ինստիտուցիոնալացրել դեռևս ցանցը։ Դեկտեմբերի 25-ին տեղի ունենալու մեր առաջին հանդիպումը, միջոցառումը, գիտեք, մի այսպիսի խոսք կա, ասում են ճիշտ մեկնարկը եւ ճիշտ պլանավորումը գործի կեսն է։ Մենք հիմա փորձում ենք ճիշտ փիլիսոփայություն դնել այս ցանցի հիմքում եւ ճիշտ գաղափարախոսությամբ առաջին խումբ մարդկանց, ովքեր կլինեն այդ ցանցի կորիզը, հիմնասյունը ստեղծենք։ Այնուհետև բոլոր ընթացակարգերը մեր աշխատանքի ձևի մասով, հանդիպումների պարբերականության եւ այլն կֆիքսվի ինստիտուցիոնալ մարմնի կողմից, որը կլինի օրինակ խորհուրդը, որը կկառավարի եւ այլն։ Ինչ վերաբերում է շահառուներին, թե ում հետ ենք աշխատելու, նախաձեռնությունը ապաքաղաքական է։
Հասկանալի է, որ այն նպատակները, որ մենք մեր առջև դրել ենք, այդ թվում Հայաստանի Հանրապետության զարգացմանը նպաստելը որոշակիորեն ենթադրում է համագործակցություն ամենատարբեր դերակատարների հետ, մենք բաց ենք քննարկումների համար բոլորի հետ պետական ապարատի մասնավոր հատվածի բոլոր գործընկերների հետ այն հարցերի շուրջ, որոնք որ մեզ համար կլինեն կարևոր, մեր ներսում կֆիքսենք որպես առանցքային եւ կարծում եմ նաեւ կիդենտիֆիկացնենք համապատասխան դերակատարներին կախված այդ թեմաներից, որտեղ կտեսնենք մեր մասնակցության ավելացված արժեք, որտեղ կտեսնենք, որ կկարողանանք նպաստել ինչ որ օրակարգի մեր փորձառությամբ, մեր գիտելիքով, խնդիր չունենք աշխատելու բոլոր այն կողմերի հետ, որոնք որ կլինեն տրամաբանական կողմերը տվյալ հարցի քննարկման համար։ Պարոն Լևոնյան, նույն հարցի շրջանակներում, եթե ունեք որևէ բան ավելացնելու, խնդրեմ։ Հարցը դնելը այդ բանով կոնտեքստում թե ում հետ կհամագործակցեք, պատկերացրեք սա մի պլատֆորմ է, որի վրա ձևավորվելու են հարաբերություններ։ Այդ հարաբերությունները ինչ կարող է այդ հարաբերությունից ինչ ծնվի, կարող է այդտեղ ծնվի մի նոր ստարտափ կամ ծնվի մի նոր աշխատանքի հնարավորություն, կամ ուղղակի լինի զուտ միմյանց ճանաչելու, ծանոթների եւ ընդհանուր ասենք բիզնես կապերի ընդլայնման հնարավորություն։ Գիտեք, այս իրականում կոնկրետ ասել թե որ կառավարության հետ կաշխատեք կամ ինչի կաշխատեք կամ չեք աշխատի եւ այլն նման հարց այստեղ դրված չէ։ Որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում կառույցը։ Կառույցի նպատակը ստեղծել են պլատֆորմը, այն դաշտը, որի վրա մարդիկ կարող են հավաքվել ու իրար ճանաչել։ Այն մարդիկ, ովքեր ունեն որոշակի կրթություն, որոշակի ունեն կյանքի փորձ, որոշակի ունեն աշխատանքային փորձ եւ ավարտել են եւ ընտրված են լավագույն համալսարանները ավարտելու չափանիշով։ Հիմնականում սա է եւ պատկերացրեք, եթե մենք ընդունում ենք, որ սա արվելու ի նպաստ հայ ժողովրդի, անկախ ու մենք հատուկ շեշտեցինք նաեւ Սփյուռքի դերը այստեղ, անկախ մեր հայրենակիցը որ երկրի քաղաքացի է կամ որ երկրում է գտնվում, մենք հնարավոր է վաղը ունենանք օրինակ մասնաճյուղեր այլ երկրներում, որտեղ սա հնարավորություն է լինելու մարդկանց, ասենք նույն համալսարանը ավարտած մարդկանց կամ նույն չափանիշներով համալսարանը ավարտած մարդկանց իրար հետ շփվելու այդ ցանց այդ գործարար կապերը միավորելու եւ ուժեղացնելու։ Հիմա դրա արդյունքում ինչեր կարող են ծնվել, սկսած ասացի փոքր բիզնես նախաձեռնություններից, մինչեւ ասենք կարող է լինել հսկայական ներդրումային ծրագրեր ավարտած եւ ամենակարևորը մենք հա խոսեցինք դեկտեմբերի 25-ին նախատեսված միջոցառման մասին, առաջինը դա լինելու է այսպես ուրախ եւ տոնական միջոցառում, որը շատ լավ հնարավորություն կտա բոլոր մարդկանց իրար ճանաչելու։ Պարոն Կարապետյան, քանի որ դեկտեմբերի 25-ը սարերի ետևում չէ, ըստ էության եւ կարծում եմ ամենայն դեպս իմանալու դեպքում շատերի մոտ հետաքրքրություն կառաջանա ձեզ հետ կոնտակտ հաստատել, կապի դուրս գալ, ինչպես կարող են մարդիկ հաղորդակցվել ձեզ հետ, որպեսզի մասնակցեն ձեր միջոցառմանը։ Մենք հատուկ հղում ունենք, որը կտրամադրենք ձեզ, կխնդրենք, որ դուք տեղադրեք ձեր կայքում եւ այդ հղումով շահառուները կարող են անցնել եւ գրանցվեն, եթե համապատասխանում են կրիտերիաներին, որը որ մենք ներկայացրել ենք, այսինքն Times-ի ranking-ով առաջի 30 համալսարանների ցուցակում, եթե ընդգրկված է, կարող են դիմել եւ մենք սիրով կսպասենք։ Մենք ուզում ենք հատուկ շեշտենք, որ սա որևէ մեկի առանձին վերցրած նախաձեռնությունը չէ, կարևոր է սա ֆիքսել, սա բոլոր հայ շրջանավարտների, ովքեր առաջատար համալսարանների շրջանավարտներ են, Times-ի ranking-ով, տարբեր ranking-ներ կան այս պարագայում, ընտրվել է դրանցից մեկը։ Այդ բոլոր շրջանավարտները ողջունվում են, որպեսզի միանան, ինչպես գործընկերները նշեցին, դրա համար հստակ տեղեկատվություն կտրամադրվի, որպեսզի անցնեն համապատասխան հղմամբ եւ գրանցվեն եւ միանան մեզ դեկտեմբերի 25-ին մեր առաջին հանդիպմանը եւ միջոցառմանը, բոլորին սիրով սպասում ենք։ Դեկտեմբերի 25-ին նախատեսված միջոցառումը բնականաբար մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել զուտային առումով, ինչպես նաև մեր զրուցակիցները նշեցին, այն ծրագրերի, որոնք բավականին հավակնոտ են, հեռանկարային են, միտված են Հայաստանի զարգացմանը, եւ հենց առաջին միջոցառումից արդեն պարզ կդառնա նախաձեռնության ապագան, նախաձեռնության կենսունակությունը։